Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկնապատկել է Trip Plus ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորումը, այն $201 միլիոն հասցնելով 402 միլիոնի։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի հարավով անցնող Trip տրանսպորտային երթուղու զարգացմանը, որը կապելու է Հարավային Կովկասը Տրանսկասպիան միջանցքին։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 2036 թվականը և ուղղված է տարածաշրջանում տնտեսական և ենթակառուցվածքային գործակցության ընդլայնմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի ավագ խորհրդական Ariel Lightstone-ին։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Trip նախագծի իրականացումը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Lightstone-ը փոխանցել է Միացյալ Նահանգների ղեկավարության շնորհավորանքները Նիկոլ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Նահանգների խաղաղության առաքելությունների հարցերի հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի զարգացումները, Հայաստան-Ամերիկա համագործակցության ընդլայնումը, տնտեսական և էներգետիկ ծրագրերը, ինչպես նաև Trip նախագծի իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային կապերի և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը։ Եվրասիական տնտեսական միության հետ ապահարզանի շեմին հասած Հայաստանը ըստ նույն կառույցի պաշտոնական տվյալների այս տարվա առաջին կիսամյակում հունվար-հունիս ամիսներին ունեցել է բեռնափոխադրումների 12.6% աճ։ ԵԱՏՄ-ից հայտնել են, որ մեր երկրում ավելացել են նաև ուղևորափոխադրումները, կազմելով 6.1%։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ ուղևորաշրջանառությունը ևս ակտիվացել է։ Ամբողջական համապատկերում աճը 0.8% է։ Իհարկե ձեռնատու է, այս պահին արդեն ԵԱՏՄ ձեռնատու չէր, հասկացանք, որոշել եք դուրս գաք, էլի հասկացանք, քաղաքական գիծ եք իրականացնում, ամեն ինչը պես կարելի է նախապատրաստել, ոչ ոք ոչ նախապատրաստած է, պարզապես ասում են բեռնատարը որ գնում է, ուր է գնում միջակայքում, պարզապես հաշվում չկա, վնասները տելում եք ամեն օր մի ճյուղ բացում է, պայթում է, էլի վնասների քանակից։ Երևանում տեղի ունեցել անի պատմական կամրջի վերականգնման հարցերի Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Կողմերը կարևորել են 2026 թվականի մայիսի 4-ին ստորագրված արձանագրության իրականացումը և ընդգծել պատմական կամրջի համատեղ վերականգնման գործընթացի շարունակականությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները արձանագրության շուտապույտ կյանքի կոչման ուղղությամբ։ Կառավարությունը նախատեսում է $150 միլիոն և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ $150 միլիոն բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում է $6.7 միլիարդ։ Ընդհանուր առմամբ կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցված գերազանցում է $14.1 միլիարդ, $500 միլիոն պարտք էլ ունի կենտրոնական բանկը։ Նորընտիր ազգային ժողովը փոխոսնակների է ընտրում։ Շարունակվել են քննարկումները խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի ընտրության շուրջ։ Պատգամավորները ելույթներով են հանդես եկել։ Նախորդին որպես խոսնակ ընտրվեց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը, նրա օգտին միաձայն քվեարկել է քաղաքացիական պայմանագիրը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, Ուժեղ Հայաստանն էլ հայտնել է, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։ Ընդդիմությունից ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուն Ուժեղ Հայաստան ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է։ Հաջորդը քննարկվելու է նրա ընտրության հարցը։ Ամերիկայի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ արդեն 48 ժամվա ընթացքում, հայտարարել է Թրամփը, պատասխանելով լրագրողների խնդրանքին, մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն այսօր Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու դեպքում։ Իրանի հետ բանակցային գործընթացում մենք շատ լավ առաջ ենք գնում։ Արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում։ Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Զգալի առաջընթաց է գրանցվել։ Հռոմում մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ անցկացվող բանակցությունների 7-րդ փուլը։ Կողմերը ռազմական գործողությունների դադարեցման մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Չնայած դրան, Բեյրութն ու Թել Ավիվը շարունակում են միմյանց մեղադրել փաստաթղթի դրույթները չկատարելու համար։ Լիբանանի կառավարությունը շարունակում է պնդել, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել երկրի հարավային շրջաններին։
Իսրայելական կողմն իր հերթին Իրանամետ Հեզբոլլահ շարժման անհապաղ զինաթափում է պահանջում։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի լքի Գազայի հատվածում իր դիրքերը, քանի դեռ Համասը չի զինաթափվել։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմը ներկայացրել է Գազայի ապառազմականացման նախագիծ, որի վերաբերյալ Իսրայելը փոխանցել է իր դիտողությունները։ Նեթանյահուն նաև նշել է, որ իսրայելցի զինվորներին հրահանգվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Ես ամուր կանգնած եմ մեր անվտանգային շահերի պաշտպանության դիրքերում։ Մենք չենք նահանջի ներկայիս սահմանագծերից, քանի դեռ Համասը ամբողջությամբ զինաթափված չէ։ Ռուսաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Կիևի եւ Կիևի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել է ավելի քան 40-ը։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար, X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ ռուսական սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրո հանձնվելու է Ուկրաինային։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը, գրել է Լայենը։ Ռուսաստանի Տուլայի մարզում անօդաչուի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Վայլդբերիսի տեսակավորման կենտրոնում նախնական տվյալներով 1 մարդ տուժել է, զոհեր չկան։ Մարզպետի խոսքով գիշերվա ընթացքում հոպ ուժերը խոցել են 107 ուկրաինական ԱԹՍ, իսկ հարձակումների հետևանքով վնասվել են նաև բնակելի շենքեր եւ արտադրական օբյեկտներ։ Ամերիկան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք կառույցների նկատմամբ պատճառը վերջիններիս կողմից Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի վերաբերյալ զենքի չտարածման մասին ամերիկյան օրենքի միտումնաբար անտեսումն է։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրթիռահրետանային գլխավոր վարչությունը, գերատեսչության, հեռանկարային միջտեսակային հետազոտությունների եւ հատուկ նախագծերի վարչությունը, Ռուսաստանի ցամաքային զորքերը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման 1061-րդ կենտրոնը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանափակում է արտերկրում բնակվող եւ հեռակա կարգով դատապարտված անձանց իրավունքները։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել եւ նախատեսում է արտասահմանյան անձնագրերի ու հյուպատոսական ծառայությունների հասանելիության սահմանափակում։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է գույքի ու բանկային միջոցների տնօրինման սահմանափակում, իսկ իրավապաշտպանները այն գնահատում են որպես քաղաքացիությունից փաստացի զրկելու մասին օրենք։ Қырғызстанն ու Ուզբեկստանը սկսել են Չոնգարա եւ Թաշդոբո գյուղերի պաշտոնական փոխանակման կազմակերպչական աշխատանքները։ Համատեղ աշխատանքային խումբը սկսել է մշակել նախկինում Ուզբեկստանի Ֆերգանայի մարզի մաս կազմող գյուղերի հետագա փաստաթղթավորման կարգը։ Աշխատանքներն իրականացվում են ղրղզա-ուզբեկական պետական սահմանի դեմարկացիայի եւ հողամասերի փոխանակման շուրջ ձեռք բերված հանձնառությունների շրջանակում։ Եվրոպայում անոմալ երաշտը շոկը լուրջ ազդեցություն է թողնում էներգետիկայի, տրանսպորտի եւ տնտեսության վրա։ Ռումինիան ջրի պակասի պատճառով կանգնեցրել է միջուկային ռեակտորներից մեկը, իսկ Գերմանիայում Ռեյնգետի մակարդակի պատմական նվազումը խաթարել է նավարկությունն ու բեռնափոխադրումները։ Փորձագետների գնահատմամբ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ջրային ճգնաժամը կարող է հանգեցնել միլիարդավոր դոլարների տնտեսական կորուստների եւ շարունակել բացասաբար ազդել եվրոպական ենթակառուցվածքների վրա։ Աստարա մաքսակետում եւ Բեռնային տերմինալում մոտ 10 բեռնատարից կազմված խցանում է առաջացել ադրբեջանական եւ դաղստանյան համարանիշներով։ Դաղստանի տրանսպորտի նախարարությունից հայտնում են, թե բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանմամբ ուղարկվեր Ռուսաստան, սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխարինել փաստաթղթերը, որպեսզի ապրանքը ներկայացնեն որպես իրանական։ Դաղստանից վարորդները արդեն 10 օր սպասում են որոշման։ Այդ ընթացքում պղպեղի մի մասը սկսել է փչանալ, իսկ պիտանելիության ժամկետները մոտենում են ավարտին։ Դաղստանի տրանսպորտի եւ ճանապարհային տնտեսության նախարարությունից շեշտում են, թե անթույլատրելի է փոխադրման ընդունել անօրինական հայկական արտադրանք։ Սատկած ձկներ, թունավորվող թռչուններ եւ անտանելի գարշահոտություն Երևանյան լիճը կանգնած է լուրջ էկոլոգիական ճգնաժամի առաջ։ Կենդանաբաններն են ահազանգում, որ լճում ստեղծված իրավիճակը սպառնում է ոչ միայն կենդանական աշխարհին, այլև մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին։ Ամեն օր ուշացած արձագանքը կարող է խորացնել հետևանքները եւ հանգեցնել անդառնալի կորուստների։ Պատասխանատու կառույցներին կոչ են անում անհապաղ ուսումնասիրել վիճակը, պարզել աղտոտման պատճառները եւ ձեռնարկել շտապ միջոցառումներ կանխելու էկոլոգիական աղետի խորացումը։
Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է։ Սկսենք նրանից, որ լճի ջուրը ամբողջովին ծաղկած է միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ, առանձին հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լիճ թափվում, հատկապես ամերիկյան դեսպանատան մերձակայքում, լճի առափնյա մակերեսը ամբողջովին պատված է բորբոսած աղբով ու գարշահոտությամբ, առանց շունչդ պահելու չես կարողանում քայլել ափով։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ, ձկներ, ջրլող թռչուններ, հայկական որորներ։ Որոշ դեպքերում էլ որորները անհասկանալի կերպով սկսել են սատկել։ Այսօր լճից 2 խեղդվող որոր եմ հանել, որոնք չեն կարողանում լողալ։ Գուցե հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից։ Մի խոսքով լիճը կարիք ունի մեր օգնության։ Կիբերոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում աճել են բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով խարդախությունները։ Խարդախները գրավիչ առաջարկներով պահանջում են կանխավճար, ապա դադարեցնում կապը։ Քաղաքացիներին կոչ է արվում գումար չփոխանցել մինչև բնակարան տեսնելը, ստուգել հայտարարության իսկությունը եւ կասկածի դեպքում անմիջապես դիմել բանկին եւ ոստիկանությանը։ Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են հատուկ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները հանցավորության, կանխման եւ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Հուլիսի 22-ից 31-ը տարբեր բնակավայրերում իրականացված շրջայցերի ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկվել 425 անձ, այդ թվում նախկինում դատապարտված, հանցավոր հակումներ ունեցող եւ հետախուզման մեջ գտնվող անձինք։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաեւ ապօրինի զենքեր, սառը զենքեր, ինչպես նաեւ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Երևանի նախկին առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի գործի քննությունը, իսկ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ վերացրել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։ Հայաստանի բուհերում այս տարի կսովորի 10,958 առաջին կուրսեցի։ Ամփոփվել են Հայաստանի պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները։ Ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների, լրացուցիչ փուլով բուհեր են ընդունվել եւս 1073 դիմորդներ։ Ավելի վաղ բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում բուհեր էին ընդունվել 9885 դիմորդներ։ Օգոստոսի 5-ին մահվան ելքով վրայերթը տեղի ունեցել Արմավիրի մարզում 22-ամյա Սամվելը Տոյոտայով Երևան-Արմավիր ճանապարհին Էջմիածնի վարչական տարածքում վրայերթի ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդու։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապ օգնություն, օպերատիվորեն ժամանած Վաղաշապատ բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Ստապության փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդը եղել է սթափ։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 4-ին Սևան Մարտունի գետակ ճանապարհին բախվել են ռուսական համարանիշներով 2 կիաներն ու ՎԱԶ-21-703-ը։ Յաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբին։ 3 հոգի վնասվածներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Դեպքի մասին բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետի տեղակալների եւ օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Օգոստոսի 2-ին Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Ռոմանի Նիսան Տիտան եւ 43-ամյա Արտեմի Մերսեդես Վիտոն։ Վարորդներից Ռոմանը եւ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Իջևան բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։